Գիրք Զաքարիա, գլուխ 4. Եվ ետ դարավ ինձ հետ խոսող հրեշտակը, և ինձ զարթեցրեց, ինչպես որ մի մարդ կզարթեցնեն իր քնիցը, և ինձ ասեց. ի՞նչ ես տեսնում դու։ Եվ ես ասեցի. տեսնում եմ, որ համի բոլորովին ոսկի աշտանակ, և մի բաժակ նրա գագաթին, և 7 ճրագ նրա վրա, և 7 խողովակներ այն 7 ճրագների համար, որ նրա գագաթին են, և 2 ձիթենի նրա կշտին, մեկը բաժակի աջ կողմիցը, և մեկը նրա ձախ կողմիցը։ Եվ ես պատասխանեցի և ասեցի ինձ հետ խոսող հրեշտակին, թե սրանք ի՞նչ են, Տեր իմ։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասեց. միթե չգիտես, թե սրանք ինչ են։ Եվ ես ասեցի. ոչ, Տեր իմ։ Եվ նա պատասխանեց և ասեց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել ասելով. ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ իմ հոգովը, ասում է Զորած Տերը։ Դու ո՞վ ես, ով մեծ սար։ Դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես, և նա դուրս պիտի հանե գլխի քարը աղաղակներով. շնորհք, շնորհք նրան։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը, և նրա ձեռքերն էլ պիտի ավարտեն։ Եվ կգիտենաս, որ Զորած Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։ Որովհետև ով է փոքր բաների օրը անարգում, և ուրախանում ու նայում են Զորաբաբելի ձեռքի կապարագնդակին, սրանք 7 Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։ Եվ ես պատասխան տվի ու ասեցի նրան. ի՞նչ են այս 2 ձիթենիքը աշտանակի աջ կողմին և նրա ձախ կողմին։ Եվ երկրորդ անգամ պատասխանեցի և ասեցի նրան. ի՞նչ են այս 2 ձիթենիի հասկերը, որոնք 2 ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրանցից։ Եվ նա ինձ ասեց, թե միթե չգիտես, թե սրանք ինչ են։ Եվ ես ասեցի. ոչ, Տեր իմ։ Եվ նա ասեց. սրանք են 2 օծյալները, որոնք կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։